Եթե դու բանակցային սեղանին նստում ես արդեն այն մտքով, թե դիմացինը որտե է քո բերանը փակելու, քո ձենը կտրացնել, դու արդեն պարտված ես։ Ես օրինակ անձամբ ինչ եմ ասել, եւ առաջ անգամ ես մասին ասում, արդեն անցած գնացած բան է։ Ես ասել եմ հետեւյալը, ապրեք, շատ լավ հյուրասիրություն է, գոհենք, շնորհակալ ենք։ Հիմա դուք ինչ-որ տեքստեր եք ասում։ Մի տեքստ էլ ես ասեմ։ Ղարաբաղը փաստացի ունի անկախ կարգավիճակ, իսկ եթե էլ ավելի անկեղծ ես այդ խոսեմ ձեր հյուրասիրությունը հարգելով, փաստացի Ղարաբաղը Հայաստանինն է։ Ճիշտ է, ասես գլուխները կախ ասում էին հա ճիշտ է։ Հիմա ասում էին այք դուք ինչ-որ բան եք առաջարկում, ասում եք կգանք մանկապարտեզներ կսարքենք Ղարաբաղում ձեր համար ճանապարհներ կսարքենք, իրանք էլ են ասֆալտավիկ էլի, դրանով են համոզում։ Ասի դուք կարող եք, բայց դրա դիմաց առաջարկում եք որ մենք տարածքներ տանք, կարգավիճակը նվազի, մենք փաստացի ունենք այս կարգավիճակը։ Այս կարգավիճակից ավելի բարձր բան ինձ առաջարկեք, ես անձնապես որպես մի հայ մարդ, ոչ երկրի անունից ես լիազորություն չունեմ, ես համաձայնվեմ։ Եղած փաստացի կարգավիճակից ավելի բարձր բան կասեք, մանթո նայեցին դեմքից հասկացնելով որ դե լավ, դե դու ես ասում, ուրեմն մենք էլ ուրիշ լեզու պետք է խոսենք, դե ուրիշ լեզուն պարզենք լեզուն է։